Իջևանի ամենաբանուկ հանգստավայրը վերածվել է շինհրապարակի։ Քաղաքի այցեքարտը դարձած լճի տարածքը բարեկարգվում է սուբվենցիոն ծրագրերով։ Վերակառուցվում են զբոսայգու քայլուղիները, նորացվում խաղահրապարակը, հիմնովին նորոգվում գունաերաժշտական շատրվանները եւ 1050 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով լճի ավազանը։ Վերանորոգման կարիք ուներ ամբողջությամբ։ Ջուրը ոնց ասած անց էր գնում բետոնի միջով, արդեն չէր պահում ինքը։ Փոխել ենք լճի հատակը ամբողջությամբ։ Այս պահին կատարվում են բետոնի աշխատանքներ, վերջնական շերտի, փոխվել է պատերի սվաղը, փորձում ենք ստեղծենք, սարքենք, որ ամեն ինչ լավ լինի, ամեն ինչ սիրուն լինի։ Վերջնական տեսքով լինելու է լուսավորությունով, գեղեցիկ, ամենայն դեպս ավելի մաքուր։ Լճի տարածքի բարեկարգման սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 114 միլիոն դրամ է, որից 46 միլիոն դրամից ավելին պետության մասնաբաժինն է։ Խորհրդային տարիներից ի վեր այն ամբողջական չէր նորոգվել։ Քայլուղիները եւ շատրվանները եւս վերափոխվում են առանձին սուբվենցիոն ծրագրերով, համապատասխանաբար 97 եւ 66 միլիոն դրամից ավելի ընդհանուր արժեքով։ Մենք նախաձեռնեցինք սուբվենցիոն ծրագիր, որը հիմնովին նորոգել, որտեղ մեր քաղաքի դեմքն է, մեր զբոսայգին, լճի զուգահեռ մենք քայլուղիներն ենք սալիկապատում, քայլուղիներն էլ անբարեկարգ վիճակում, համար մենք այդ տարածքը լրիվ ամբողջովին հիմնանորոգում ենք։ Քայլուղիների սալիկապատման ենթակա տարածքը 600 քառակուսի մետր է, զբոսայգում կտեղադրվեն նաև նոր աղբամաններ, նոր նստարաններ, նոր լուսավորության ցանց, մեր կարևոր ծրագրերից են նաև մեր գույնաերաժշտական շատրվանների հիմնանորոգումը։ Արտաքին տեսքը շատրվանների կմնա նույնը, իսկ ցանցը, կոմունիկացիաները լրիվ ամբողջովին կփոխարինվեն նոր համակարգով։ Այս ծրագրերը 2024 թվականին անավարտ ծրագրերն են, որը մինչև տարեվերջ մենք կհասցնենք ավարտին։ Խոշորացված համայնքում զուգահեռ ընթացքի մեջ են նաև 2025-ի սուբվենցիոն ծրագրերը, որոնք ներառում են ոչ միայն մարզկենտրոնը, այլև համայնքի գյուղերը։ 25 թվականի սուբվենցիոն ծրագրերով մենք առաջնահերթություն ենք տվել ինչպես ճանապարհաշինությանը, այնպես էլ բազմաբնակարան շենքերի էներգոարդյունավետ ծրագրերին։ Այս պահին 25 թվականի ծրագրերից իրականացվում են բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև տուֆապատման աշխատանքներ, շուտով կմեկնարկեն էներգոարդյունավետ արդիականացման աշխատանքները բազմաբնակարան շենքերում։ Հավելեմ նաև, որ նշված բազմաբնակարան շենքերում գտնվող հին վերերակները կփոխարինվեն նորով։ Համայնքի ղեկավարի խոսքով մտադիր են վերականգնել նաև ավանդական քանդակի սիմպոզիումը, ինչի շնորհիվ ժամանակին Իջևանը ստացել էր 100 քանդակի քաղականունը։ Վարդուհի Արզումանյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։